Մենք շատ լավ գիտենք, որ ոչ մի պետություն զոհաբերության չի գնա, իր շահերը չի զոհաբերի, հանուն Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման։ Խնդիրը մեր դաշտում է։ Մենք պիտի փորձենք այդ ամբողջը անել։ Հիմա Եվրամիության պաշտոնյաները գալիս են ինչ անելու։ Գալիս են որպեսզի ասեն դուք շարունակեք դառնալ հակառուսաստանյան պլաստարում, լավ կլինի ձեզ համար մի քանի տասնյակ միլիոն եվրո կտրամադրենք, իրենք խնդիրներ ունեն։ Իրենք լուրջ խնդիրներ ունեն։ Ես վերջերս եմ Եվրոպայում, Քրիստիան ջան։ Շատ լուրջ խնդիրներ ունեն, տնտեսականից սկսած մինչև միգրացիոն հոսքերի չկառավարման հետևանքները։ Արդեն այն նույն շոմաժները կամ օգնությունները, նպաստները, որ տրամադրում էին միգրանտներին կամ չաշխատողներին, արդեն կտրել են այդ պետությունները։ Եվ սա տնտեսական շատ մեծ պայթյուն է առաջացնելու եւ արդեն իսկ առաջացրել է սոցիալական ապահովագրության եւ ապահովության դաշտը մի քանի առանցքային երկում Բելգիա, Նիդերլանդներ, Գերմանիա արդեն պայթել են։ Մենք տեսնում ենք մեկ մյուսի հետևից եվրոպական այդ հսկա արդյունաբերական ընկերությունների սնանկացումը։ Եվ հիմա այս ամենի մեջ խոսել, որ Հայաստանը գնում է Եվրամիություն, մեր տնտեսության համար լավ կլինի, սա կլինի, դա պարզապես հեքիաթներ են, որոնցով փորձում են կերակրել կրկեսի։